Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը Աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահ Արայիկ Սարգսյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես ավելի քան 21 միլիոն դոլարի ենթադրյալ խարդախության սխեմը, այդպիսի մանրամասներ է քննչական կոմիտեն ներկայացրել Գագիկ Ծառուկյանի գործից, ընդդիմությունը շտապեց դա որակել հաշվեհարդար, դուք ինչպես եք որակում, պարոն Սարգսյան։ Ես ճիշտն ասած չունեմ իրական դատարանի որոշումը, որպեսզի իրավական հարթության մեջ գնահատական տամ։ Եթե դուք կամենայիք լսել թե աշխարհաքաղաքական ինչ գնահատական կարող եմ տալ։ Տվեք աշխարհաքաղաքական գնահատական, եթե կարծում եք, որ սա աշխարհաքաղաքական թեմա է։ Միանշանակ։ Բառի բուն իմաստով 4 օր առաջ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար նախկին նախագահ Դմիտրի Անատոլիի տղա Մեդվեդևը բացահայտ հրապարակեց Ռուսաստանի դիրքորոշումը ձեր նշած անձի վերաբերյալ։ Սա ինչ է։ Չկար այն ժամանակ ոչ դատարան ձեր ասած որոշում, նույնիսկ նախնական, նույնիսկ այդ 21 միլիոնի մասին։ Սա շարունակությունն է հիբրիդային պատերազմի, որի մասին Հայաստանի Հանրապետության բոլոր համարյա ծառայություններ, արտաքին հետախուզություն, ազգային անվտանգություն, արտաքին գործերի նախարարություն սույն տարվա հունվար ամսին Բրյուսելում իլուր աշխարհի հայտարարվեց, որ հյուսիսի հարևանը, բնականաբար Ռուսաստանում նկատի ուներ պարոն Միրզոյանը, հիբրիդային պատերազմ է սկսել Հայաստանի հանդեպ։ Ցանկացած պատերազմ ունի սկիզբ, ունի վերջ։ Վերջը որն է լինելու եւ երբ է լինելու եւ ինչպիսի վերջ է կանխատեսում։ Հիանալի հարց եք տալիս։ Գիտեք, մեր ակադեմիայի գնահատականով ցանկացած պատերազմի ավարտ համընկնում է որոշակի բանակցությունների process-ի։ Երեք Հայաստանի Հանրապետության ղեկավարը իր մեջ իրականում կամքի ուժ գտավ, այցելեց Ռուսաստան։ Սա սկիզբն էր բանակցությունների Ռուսաստանի կողմից բացահայտ Հայաստանի հանդեպ իրականացվող հիբրիդային պատերազմի ավարտի մասին։ Ռուսաստանը միակ պետությունն է, կա նաև մեկ այլ պետություն, անունը դեռ չեմ տա, որ պաշտոնապես չի ճանաչել եւ շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքում հաղթանակի արդյունք։ Մեր ունեցած ինֆորմացիայի համաձայն պարոն Փաշինյանը ցանկացել է պատերազմը Ռուսաստանի հետ հիբրիդային ավարտի մասին սկսել ուղղակի բանակցություններ Կրեմլի ադմինիստրացիայի հետ։ Իր հեռախոսազանգը մնացել է Պուտինի եւ իր ադմինիստրացիայի կողմից անպատասխան, որից հետո ինքը շարունակել է խաղաղության գործընթացը, կապնվել է Միշուստինի հետ եւ երեք այդ ձևաչափով Եկատերինբուրգում կայացավ առաջի հայ-ռուսական փաստացի բանակցությունները հիբրիդային պատերազմի, առևտրային պատերազմի, սանկցիոն պատերազմի ավարտի վերաբերյալ։ Այնպես որ ձեր նշած մեծահարուստը եւ մյուս մեծահարուստները, որոնք օգտվելով հայ հասարակության փոքրոքի մանրախնդիր, ռուսերեն լավ բառ կա, տեղին չի, վայել չի ձեր ալիքին, բայց նաեւ այդ բառին բնորոշ հասարակության շնորհիվ ներթափանցեցին հայոց այդ գեղեցիկ պարլամենտ։ Սա Ռուսաստանի հաղթանակն էր իրականում հայ հասարակության։ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը չի հաղթահարել այդ շրջանը։ Դա ոչինչ իրենից չէր տա։ Նույնիսկ եթե վերցնենք ավելանար 41 պուտինյան ձայներին եւս 4 դառնար 45, 46, դա որևիցե բան չէր փոխի։ Ես պաշտոնապես եմ ասում, որևիցե բան։ Ամբողջ մենք ընտրությունների արդյունքներին դեռ կանդրադառնանք, պարոն Սարգսյան, բայց դուք այստեղ մի այսպես արտահայտություն արեցիք փոքրոքի հասարակության շնորհիվ, այսպես ասած քվեների շնորհիվ իրենք հայտնվեցին պարլամենտում։ Հիմա այն մարդիկ, ովքեր ընտրել են ընդդիմությանը եւ ամենևին քիչ հատված չի, ամեն դեպքում մոտ կես միլիոն մարդ նախապատվությունը տվել է անդիմադիր ուժերին։ Դուք իրենց բոլորին անվանում եք փոքրոքի։ Ոչ, սիրելի Կոլյա, Նիկոլայ ջան, նախ ոչ բոլորին։ Մեկ, ես ձեզ ասեմ, կարող եմ կրկնել պարոն Փաշինյանի ասածը, որ 70%-ը
մոտ 350,000 ձայն եղել է ընտրակաշառքի հաշվին։ Այսինքն մնացած 150,000-ը, որոնց քաղաքացիական դիրքորոշման առաջ ես խոնարհվում եմ, որտեղ դա նրանց գիտակցված ընտրությունն էր, բայց խոսքը 350,000-ի մասին է։ Եթե չլներ այդ 350,000 կարելի արդեն վստահ ասել փողով գնված ձայները, քվեները, Ռուսաստանը Հայաստանի պարլամենտում լավագույն դեպքում կունենար պրոռուսական ընդամենը լավագույն դեպքում 5-7 հոգեանոց խմբակ։ Իսկ այսօր բառի բուն իմաստով հայ մյուս պարկեշտ հասարակությունը իր հարկերի հաշվին վճարելու է սեփական պարլամենտում պրոռուսական, պրոթուրքական, ինչպես ուզում եք ընկալեք, ուժի Դուք այսինքն ուժեղ Հայաստանին եւ Հայաստան Դաշինքին պրոռուսականը հասկանալի է, պրոթուրքական էլ եք անվանում։ Այսօր Հայաստանի մաս-մեդիայում որոշակի տարածված տեղեկատվություն կա, որ պարլամենտում այնուամենայնիվ պրոթուրքական որոշակի խմբեր կարող են հայտնվել։ Էական չի որ խմբակցության կողմից։ Ցավոք սրտի սա ասում եմ, եւ սա մենք իգիտություն ընդունել ենք։ Ես հիմա չեմ ուզում այստեղ ասել, թե ինչ բառային, մտածելակերպ, ես չեմ սիրում այդ բառը, նարատիվը, ոչ հայերեն, բայց խոսույթներ կա, վտանգներ կա։ Մենք վտանգ ենք տեսնում։ Այսինքն ինչ վտանգ եք տեսնում։ Մենք տեսնում ենք այն վերջին 5 տարիների նույն վտանգը, որ մենք սեփական հարկատուներս պահում ենք մի ազգային ժողով, որտեղ բացի իրար վիրավորելուց, սեփական երկիրը նվաստացնելուց, որևիցե դրական բան չէր արվում։ Ցավոք սրտի այդ վերջի 5 տարիների գործելավոճը կարծես կրկնվելու է։ Բայց այդ նույն ուժերը, որոնց դուք անվանում եք պրոռուսական կամ պրոթուրքական, իրենք էին դիմել հենց սահմանադրական դատարան, պահանջում էին, որ չեղարկել ընտրությունների արդյունքը, նշանակել վերաքվեարկություն կամ նոր ընտրություն, եւ սահմանադրական դատարանը համարեց, որ ընտրությունների արդյունքները պետք է մնան ուժի մեջ։ Մեր ունեցած ինֆորմացիայի համաձայն այդ հրահանգը իրենք ստացել են Ռուսաստանից։ Այսինքն, որպեսզի վերջնական նրանք արձանագրեն դե յուրե ստեղծված իրավիճակը, իրենց պետք է դատական վերին այցանի վերջնական որոշում։ Նրանք ստացան այդ որոշումը։ Հիմա նրանք ունեն երկու ճանապարհ՝ ձևավորված աշխարհաքաղաքական ական պարլամենտում եւ շարունակել նույն փողոցային հակակառավարական, հակապետական գործելավեճը X պահի Y իրավիճակում մարդկանց փողոց հանելու։ Նրանց հաշվարկը ըստ մեր ակադեմիայի գնահատականի մոտավորապես առաջիկա 6-7 ամիսների ընթացքում սոցիալական բունտ առաջացնել Հայաստանում, սկսել Հայաստանում հակապետական, հակակառավարական ցույցեր, ամենայն հավանականությամբ գազի գնի կտրուկ թանկացման եւ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանում հնարավոր է ռազմական դրություն հայտարարելու ֆոնի տակ, այսինքն աշխարհաքաղաքական մի կողմից իրավիճակ եւ ներքին սոցիալական։ Հիմա ուզում եմ հասկանալ, այսինքն ձեր տվյալներով 6-7 ամիսների ընթացքում մեր, այսպես ասած, ազգային ժողովի ընդդիմությունը մտադիր է Հայաստանում սոցիալական բունտ հրահրել, հակակառավարական ցույցեր կազմակերպել։ Չէ, ես այդպես բան չեմ ասում, ես ասում եմ տերերը, հա։ Մոսկվան։ Դե եթե ասում եք Մոսկվան, Մոսկվայի ներկայացուցիչները այսպես ասում եք, այո, դե բա նույն հարցը չեղավ։ Չէ, տեսեք։ Ռուսաստանը այսօր Հայաստանին բառացի 3 պարոն Փաշինյանի նախ շատ չոր ընդունեցին, այսպես մեղմ ասեմ, սակայն դա նրանց խնդիրն է։ Մեր խնդիրը նա է, որ Հայաստանը շարունակի բազմա վեկտոր տնտեսական, աշխարհաքաղաքական իր քաղաքականությունը։ Հիշենք, խնդրում եմ, իսկապես հիշենք, ինչից այս ամենը սկսվեց։ Սա շատ կարևոր է, ցանկացած պատերազմ սկսվում է, երբ որ կա ցանկություն մեկ տերության կողմից, նրանց Կրեմլին, անհրաժեշտ էր Հայաստանում իշխանափոխություն, բոլոր օրինական եւ անօրինական ճանապարհով։ Եկեղեցու, օլիգարխի իրենց ձևով, այս ամենը մտածում եք հենց այնպես օթից կախված է, հենց այնպես եկան ասեցին, չէ մենք պետքա մեր ձևով իշխանափոխություն անենք։
Սա Կրեմլի քաղաքականությունն է։ Ես հասկանում, հիմա որպեսզի հասկանանք այս խորհրդարանի վտանգավորությունը, ինչպես դուք ուզում եմ որ բացատրեք։ Ինձ դժվար հասկացողից խնդրում եմ բացատրեք, երբ որ դուք ասում եք, որ 6-7 ամիսների ընթացքում սոցիալական բունտ, հակակառավարական ցույցեր, գազի գնի հնարավոր թանկացում, ում նկատի ունեք, ովքեր սա պիտի անեն։ Ռուսաստանի իշխանություններն են անելու։ Հայաստանի Հանրապետությունում։ Միանշանակ։ Հարցրեք պարոն Փաշյանին, երեք բանը հանդիպումը։ Այսինքն Միշուստինն է անելու, Պուտինն է անելու, Մեդվեդևը։ Սա նույնպես հիանալի հարց է։ Այդ թեման այսօր էլ են մեզ հարց տվել, հա։ Միշուստինը իրականում ինչի ընդունեց բանին, պարոն Փաշյանին եւ որովհետեւ հրահանգավորված այսպես է դերերի բաշխում Կրեմլը պաշտոնապես չի ընդունում պարոն Փաշյանի հաղթանակը։ Սակայն իրենց պետք է որ Հայաստանը մնա Ռուսաստանի աշխարհաքաղաքական, ես կասեի մեծապետական իմպերիայի կիսագաղութային կարգավիճակում։ Շարունակելու են առևտուր, իսկ Ռուսաստանը Հայաստանի շուկայից տարեկան առնվազն 1-1.2 միլիարդ դոլարի ռեալ եկամուտ է ստանում ռուսական կամպանիաները։ Ռուսաստանի տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի ոչ թե հայերը էթնիկ, տարեկան Ռուսաստանի մեր ակադեմիայի տվյալներն են, որում չի հերկվում սա։ 1 միլիարդ 750 միլիոն դոլար 2025 թվականի հարկեր եւ տուրքեր են վճարել։ Չհաշված ոչ օֆիցիալ, այսինքն կաշառքը, որ տրվում է բոլոր համարյա օղակներում, սկսած շքամետքերում նստած տատիկներից վերջացրած մաքսավորներ, ոստիկաններ եւ այլն։ Այսինքն նրանք երբեք հայերին որպես էժան, որակյալ, հավատարիմ, քրիստոնյա աշխատուժ բաց չեն թողնի։ Այսինքն խաղում են երկու խաղ։ Պուտինը մերժում է Փաշյանին, Միշուստինը սկսում է շարունակել տնտեսական օգուտներ ստանալ հայկական շուկայից։ Ատոմակայանի կառուցման մասին է խոսում, չէ՞։ Այսինքն պարտադրում են մեզ իրենց տեխնիկական, տեխնոլոգիական ծրագրերը ընդունել։ Հայաստանի իշխանությունները բացահայտ հայտարարում են, որ մենք կընտրենք այն տարբերակը, դա կլինի ֆրանսիական, հարավկորեական, Միացյալ Նահանգներ, էական չի, ելնելով Հայաստանի տնտեսական հեռանկարների եւ շահերից։ Երկրորդ, ամբողջ աշխարհը հիմա իրականում առաջինը մենք այստեղ հայտարարեցինք, որ դեռ չստացված, չծաղկած պտուղը խաղող ծիրան արգելափակում են ֆիտոսանիտարական, հա, նորմերին։ Ամբողջ աշխարհը հիմա գնում է հայկական ծիրան։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը հայկական ծիրան ա ուտում, հայկական ծիրանի ջեմ ա պատրաստում եւ խորհուրդ ա տալիս սուպերմարկետներից անպայման գնել հայկական ծիրան Եվրոպայի բնակիչներին։ Ես տեսել եմ իր այսօր։ Հիանալի է։ Այդպես էլ պետք է լինի։ Ու ոչ միայն դուք այստեղ ավելացնեմ, խորհուրդ է տալի եվրոպացիներին գնել հայկական կոնյակ։ Ռուսաստանը այս տարվա մեր տվյալներով 6 ամիսների ընթացքում կոնյակի արտադրության մեջ կորուստները Ռուսաստանի կազմում են 30%, ընդ որում իրենք չեն թաքցնում, որ հիմնականում կոնյակ ռուսները արտադրում են Հայաստանից արտահանվող կոնյակի սպիրտի հաշվին։ Այսինքն ձեզ եթե թվում է թե Ռուսաստանը այդքան հեշտ կհրաժարվի Հայաստանից որպես քաղաքակրթական պատմական արժեք, դուք չարաչար սխալվում եք։ Ընդհակառակը նրանք հիմա ամեն ինչ կանեն մեզ իրենց բռի մեջ պահելու համար։ Պարլամենտում ունենալով երկրորդ ֆրակցիա, բ. Քաղաքական առումով Պուտինի, Կրեմլի կողմից, այսպես ասենք, չադրա են քաշել իրենց դեմքին, թե չեն ճանաչում։ Իսկ լավ իմաստով այդ բռի մեջ պահելը, թե վատ իմաստով։ Իրենց համար, իհարկե վատ իմաստով։ Նրանք չեն թաքցնում։ Ինչ են անելու, այդ եմ ուզում հասկանալ։ Նիկոլայ, նրանք չեն թաքցնում, որ իրենք ինչ են անելու, հա, այդ եմ ուզում հասկանամ, այդ վատ իմաստով, որ իրենց բռի մեջ են պահելու մեզ։ Երբեք մեզ թույլ չեն տա, որ մենք ունենանք ալտերնատիվ, այլ ընտրակային աշխարհաքաղաքական ընտրության հնարավորություն։ Տեսնում եք, այդ խանդի տեսարան չի, սա նրանք հասկացան վերջապես, որ հայերը իրենց այդ բառով ասած կուդա они денутся, ընդ որում սա ինձ ասել են դեռևս Ելցինի կառավարման տարիներին։ Դա կրկնեց Լուկաշենկոն բառի բուն իմաստով, շատ վիրավորական չէ, ումն են նրանք պետք հայերը։ Եվրոպական միության եւ աշխարհի 48 լիդերի արկայությունը, ներկայությունը մայիսի սկզբին Հայաստանում, դա պատասխանն էր իրենց, որ այո, մենք բացի ռուսներից, ռուսական շուկայից տեղ ունենք գնալու։ Եվ այդ տեղը էական չի, կլինի Եվրոպական միությունը, երեք նույն Մարտակոսն էր ասել, չէ, ինչ որ մեկը ասել էր, ձեր մոտ երևի տաղավարում, թեկուզ մենք գիտենք
Ղափանից ինչ որ ֆիրմա, հա, Սինգապուր պետք է ապրանք արտահանի, այսինքն էական չի, հարավասիական շուկա կլինի, եվրոպական շուկա, մենք պետք է զարգացնենք ալտերնատիվ, այլընտրանքային շուկաների քաղաքականությունը մեր ազգի համար, որ չմնանք, ես սա եմ ասում, որ Ես հասկանում եմ դες, պարոն Սարգսյան, Ես հիմա ուզում հասկանալ ինչ վտանգներ սպասել այս խորհրդարանից։ Վերջի 30 տարիների ընթացքում Ռուսաստանը Հայաստանի նախկին ղեկավարների վարած պրոռուսական ստրկամիտ քաղաքականության հետևանքով Հայաստանից տարել են գլխավոր գանձը, հայ մարդուն։ 1 միլիոնից ավել հայ հեռացել է սխալ տնտեսական քաղաքականության, շանտաժի, քրեա օլիգարխիկ համակարգի ստեղծման հետևանքով հեռացել են մարդիկ, իսկ դա արվում է հատուկ։ Դե հեռացածների մասին էլ չեմ խոսում, մարդիկ այնտեղ ապրում են, հիմա ինչ անենք, որ ունենանք այն, ինչ որ ունենք այս պահին, պահենք այն, ինչ որ ունենք։ Պահենք այն, ինչ որ ունենք, հիանալի է, շատ լավ է։ Հայաստանի Հանրապետության վարչապետը պետք է լուրջ կադրային քաղաքականություն վարի։ Շատ թույլ է իր տնտեսական, ֆինանսական բլոկը, ահավոր թույլ է։ Տեսեք, նրանք մեզ գալու է այդ օրը հիշեք, տեղը հիշեք, ես եմ ասել։ Նրանք ամեն ինչ կանեն գազի գինը թանկացնեն ձմռան շեմին։ Ռուսաստանը միանշանակ նրանք գիտեն, որ հայերը, մեր ազգը, նրանք լավ ունեն ինֆորմացիա մեր ազգի մասին։ Մեր ազգը սովորաբար բունտ, հեղափոխություն, հեղաշրջում անում է հիմնականում փետրվար, մարտ ամիսներին, փետրվար բոլոր 1920 թվական, 21 թվական, մարտի 2008 թվական, այս տարի, նախորդ տարիներին, դա մեր ազգի սոցիալ տնտեսական եւ հոգեբանական բնավորության համատեղման արդյունքը։ Մենք այդպես ենք։ Նրանք հիանալի հասկ, ես մի անգամ ասել եմ իմ եթերում Facebook-ին, որ եթե ընտրությունները լինեին մարտուն կպարտվեր պարոն Փաշյան, ինչի, որտեղ իրենք անմիջապես գազը փակելու էին, անմիջապես, բայց ամառ էր, շոկ էր, իրականում կար այլընտրանք եւ նրանք չգնացին այդ ծայրահեղ, թեկուզ նրանք ամեն ինչ արեցին, ապօրենի ձևով խախտելով Եվրոսիական տնտեսական միության օրենքները, արգելափակեցին ոչ միայն հայկական ապրանքների մուտքը եվրոպական, եվրասիական Ռուսաստան, այլև արգելափակեցին տրանզիտը։ Սա հանցագործություն է, նրանք բողոքում են աշխարհից, որ սանկցիաներ են կիրառում Ռուսաստանի հանդեպ Ուկրաինայում եղբայրասպան պատերազմի համար, բայց նրանք անում են նույն քաղաքականությունը Հայաստանի հանդեպ։ Այսինքն երկդիմի, ցույց, ոնց ասեմ այդ բառը, որ որևիցե մեկը չնեղանա։ Մի խոսքով Ռուսաստանը շանս չունի Հայաստանում հետ քայլ անելու, այսինքն մենք չենք գնա այլևս նախկին նախագահների կողմից իրականացվող իրականում պրոռուսական, բայց միևնույն ժամանակ ասում եք կշարունակի կփորձի մեզ բռի մեջ պահել։ Միանշանակ նրանք Պյոտր առաջինի 1711 թվականի հրահանգից դեռ Իսրայելորու նամակ չկար։ Վերցրեք, խնդրեմ, սա մեր ակադեմիայում կա, կարող եք նայել, ես կրկնում եմ Գովաշի մեջը մտնեք, իր հրովարտակը։ Իմ պրոդյուսերը ամեն օր ձեր էջում հետևում է, Լուսինեն։ Խոնարհվում եմ իր առաջ։ Ուրեմն նայեք։ Պյոտր առաջին ցարից սկսած հրամանը ինչ է տրված։ Հայերին բոլոր գնով շողոքորթել, շոյել եւ բերել ռուսական իմպերիա, տալ առևտուր, արտոնյալ առևտուր անելու հնարավորություն եւ massայական արտագաղթել Հայաստանից քրիստոնյա հայերին ընդդեմ մուսուլմանական Պարսկաստանի եւ մուսուլմանական սա 300 տարվա քաղաքականություն է։ Նրանք առանց մեզ կյանք չունեն։ Ես պատասխանատու եմ հայտարարում։ Ռուսաստանի պատմության հատկապես վերջի 100 տարիների, ինչ 150 տարիների ամբողջ խոշորագույն դեմքերը կառավարության, պետության կայացման, սահմանադրությունը ընդունվել է Ռուսաստանում հայերի շնորհիվ Լազարյան լսեք, նրանք հիանալի հասկանում են մեր արժեքը, մեր ողբերգությունը նա է, որ մենք չենք հասկանում մեր արժեքը, այ եթե մենք գնահատենք ինքներս մեզ, 50-100 հազարով չվաճառենք 5 տարով մեր երեխաների ապագան, մենք հիանալի կրկնում եմ ապագա ունեցող ազգ ենք, ուղղակի մենք եւ նրանք շնորհիվ մեր առյուծասեր օլիգարխների եւ պիցայասեր օլիգարխների կարողացան գնել
մեր հասարակությունը ըստ պարոն Փաշինյանի 350,000 ձայն։ Սա է մեր ողբերգությունը։ Սա տկարության, տկարամտության, ստրկամտության արդյունք էր։ Այս պարլամենտը, հիշեք իմ բառերը, լինելու է գլխացավանք եւ հայ ժողովուրդը 1.5 տարի հետո ինքը կպահանջի արտահերթ ընտրություններ, որտեղ սա չի ներկայացնում հայ ժողովրդի իրական, սոցիալական, հասարակական, քաղաքական պատկերը։ Շնորհակալություն։ Համեցեք։ Հիշեցնեմ իմ հյուրը Աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահ Արայիկ Սարգսյանը, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։